Արցումյանը ապօրինի շինցու մեղադրանքով գտնում է անազատության մեջ։ Հիմա տեսնենք, եթե արդարություն պետք է լինի, էլի որ իրան բաց թողնեն։ Կամ կապանման միջոց տեսնենք, էլի, չեմ կարող ասեմ։ Հա, էլի, որոշ չափ, եթե արդարություն կա։ Եվ նաև Դավիթ Համբարձումյանը ինչ կալանավորված է, Մասիսում ամեն ինչ խառնվել է իրար, այդ թվում ձեր տուն պարբերաբար եկած ձեր սեղանին նստած Սրբազանը հիմա անցել է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի Անի ջան, դա արդեն եկեղեցին, մենք բոլորս գիտենք, որ Աստծո տունն է, այդ հարցով ասենք ով ինչ արեց, ասենք խոսքի օրինակ Գևորգ Սրբազանն կամ որևէ մեկը, ասենք խոսքի օրինակ Աստծո նկատմամբ սխալ բաներ արեց, նա Աստծո կողմից պատժվելու է, իր պատասխանը ստանալու է իրենց, պատասխանը իրենք բոլորը ստանալու են։ Իսկ ձեր որդու նկատմամբ եւս մեկ անգամ չի դատապարտել տեղի ունեցողը, այդքան փաստաբաններն էլ դուք էլ խոսում եք այն մասին, որ քաղաքական հետապնդում է։ Ինքը նախկինում պարբերաբար Դավիթ Համբարձումյանի հետ էր։ Գոնե մեկ անգամ իր կողմից դատապարտում չենք տեսել։ Գիտեք ինչ է, երեխեք ջան, Դավիթ Համբարձումյանը հայրենասեր տղա է, հայրենասեր տղա է, ժողովրդի կողմից սիրված, հարգված, դե միշտ երևակայի վախի բանով միշտ ընկած են Դավիթ Համբարձումյանը հետևից, էլի ոնց ասեմ ձեզի։ Տեսանք, որ Մասիսի եկեղեցում էին եկել Պատարագի Փաշինյանը, իշխանավորները, նաև Արարատի մարզի այլ քաղաքների, Վեդի բնակիչների եւ այլն։ Այդ օրը նաև կարծիք անդիմադիրների կողմից, որ կարծես հավաքը տապալվեց։ Ձեր դիտարկումը ինչպիսին է, Մասիսիները արդյոք գնացին Փաշինյանի հետ այդ Պատարագին, թե ոչ, թե տապալվեց։ Երեխեք ջան, չեմ կարող ասել, դա արդեն ցույց է տալիս, որ Դավիթ Համբարձումյանին, ասենք, Մասիսի բնակիչները տեսնելով, որ Դավիթ Համբարձումյանին ապօրինի շինցու մեղադրանքով անազատության մեջ են թողել, դե ժողովուրդը դրանից էլ է կախված, որ չեն եկել մասնակցել, եւ պելուց դրան, ասենք, եկեղեցուն հակառակ չեն եկել, մասիսիները չեն մասնակցել, ինչքան գիտեմ։ Facebook-ներով եմ նայել։ Facebook-ով եմ նայել ես։ Այս ամենը նաև կապ ունենալ նրա հետ, որ Դավիթ Համբարձումյանը այդպես էլ չդասվեց այն համայնքի ղեկավարների շարքին, ովքեր սկզբում էին, հետո ընդունում կապ ունենալ ինչի հետ, էին Նիկոլ Փաշինյանին, դիմավորում էին, ինքը չդասվեց։ Կապ ունենալը, ասենք, խոսքի օրինակ ինչի, ասենք, մասիսիները չեն մասնակցել, դա։ Չէ, այս process-ները, որը դուք անվանում եք հետապնդումներ, հա, շինցու ապօրինի, կարող են կապ ունենալ նրա հետ, որ Դավիթ Համբարձումյանը մինչև վերջ մնաց իր հայտարարությունների հավատարիմ եւ այդպես էր ինքը երեխեք ջան, ամենաճիշտը բոլորից պարզ է, որ Դավիթ երեխեք ջան, ամենաճիշտը է, բոլորս լավ գիտենք, որ Դավիթ Համբարձումյանը իմպիչմենտի վարչապետի թեկնածու առաջադրված, դրա համար, ասենք, խոսքի օրինակ երևակա է, էլի, թե ժողովրդական հայրենասեր տղայա վախից են արել, թե ինչ հեսակ երևա, էլի, դատի վախ պարզ կլինի, երեխեք ջան։ Բայց տեսեք, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ի պատասխան այն հայտարարությունների, որ Դավիթ Համբարձումյանը քաղաքական դրդապատճառներով է կալանավորվել, նշել էին, որ պատիվ ունեմը առաջադրել է նրան վարչապետի թեկնածու, որպեսզի հետո կալանավորեն ու ներկայացնեն քաղաքալատյալ։ Դե չէ, երեխեք ջան, իմի թե Ալեն Սիմոնյանը ինչ ասել, չի ասել, դա вообще չի հետաքրքրում։